Դուք ձեր որդուն եք անհետ կորած գիտեք։ Այ մի փոքր կպատմեք, ինչ պայմաններում է եղել, ոնց են ձեզ հայտնել։ Բայցունի բեզին իսկական գնացել որ բեզին բերեն, երեխան անհետ կորել է։ Տվել ենք դենկա, ոչ մի պատասխան, ոչ մի բան։ Հետո դրսից զանգեր եկել, որ են երեխոցից այդ 22 անհետ կորածներից են թուրքերի մոտ, ազերների մոտ։ Այ այդ օրվանից մինչև այսօր ինչ քայլեր եք դուք ձեռնարկել։ Ամեն տեսակի քայլ, ազգային անվտանգություն, քննչական բաժին, Եվրոդատարան, կառավարություն, տեղ չենք բաց թողել։ Ամեն տեղ մտել ենք, ոչ մի ռեզուլտատ, ոչ մի բան չկա։ Ամեն օրը ցրում եմ ես, ստից ցրում են, ոնց որ հիմի, դե աշկիտ առաջ։ Այն օր պետական պաշտոնյա էր, հավաստի ասում են, որ 1 ամիս առաջ հանդիպել են Փաշինյանին։ Ոչ մեկը սուտ ասում, ոչ մի բանը չեք հանդիպել։ Ոնց եք այս հարցի լուծումը պատկերացնում։ Ես ոչ մեկը չի զբաղվում այդ հարցով։ Մենակ պարոն Աբազյանն էլ այդ հարցով զբաղվելիս, պարոն Աբազյանն էլ հանեցին գործից գործերը լուծեց մնաց։ Ոչ մի բան։ Այ ինչ առաջընթաց կար Աբազյանի ժամանակ։ Առաջխաղացում կար իրենց այդ պերեգավորներ էր գնում, այդ մարդը 9 կետի վերաբերյալ, որ պիտի գնար խոսեր պերեգավորների պահովը, անհայտ կորածների պահովը, արտաշիրիմների պահովը, հիմի ինքը որ գործից անեցին, տենց էլ գործը լող մնաց, սառեցվավ, ոչ մի բան ապսել։ Ձեր որդու անունն ինչ է։ Արեն։ Կարեն։ Արեն։ Արեն։ Դուք մտածում եք, որ հիմա թուրքերի մոտ է Ադրբեջան։ Իսկ այս ցույցերը ինչ օգուտ կտան մեզ ձեր կարծիքով։ Մի բան եթե չզբաղվեն գնալու ենք թուրքերին դիմենք։ Վերջնական բանը է դա։ Ուժը մնացել է գնանք Լաչինի միջազգը գնանք թուրքերին բողոքենք, ասենք մեր երեխեքի մեզ թողեք։ Դա մնացել։ Ամոթ մեր բարձր պաշտոնյաներն։ Դա մնացել։